Ես նորից ուզում եմ անդրադառնալ Բաքվում անօրինաբար պահվող մեր պատանդների, գերիների հարցին։ Ես զգում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս հարցը ուզում են ներքաղաքական խնդրի վերածել, իրենց թիրքերը ինչ-որ պահպանելու, ամրացնելու կամ իրենց անկորձությունը թաքցնելու։ Այս խնդիրը, այս բոլոր նեղ շահերից վեր խնդիրը մեր առաջնային իսկապես հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր։ Այս վերջի շրջանի փոքր ակտիվությունը, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի ելույթում Ժնևի ինչ-որ ակնարկ անել այս հարցին բավարար չեն եւ արդյունք են միայն ու միայն այս վերջի օրերին, վերջի շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից փողոքի եւ ինչ որտեղ նաեւ ցածումի հետևանք։ Մեկ տարի պիտի լինի, որ այդ տղաները Բաքվի պանդում են անօրինաբար եւ Հայաստանի իշխանությունները ես կարող եմ բավական մեծ ուստալությամբ ասել, որ ոչինչ չեն արել։ Դրա ամենավառ ապացույցը գիտեք այդ մեծ հնարավորության գորուսն է, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը փաց թողեց իր ձեռքից Մալթայում ԵԱԳ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելույթում որևէ անդրադարձ չանելով այս հարցին։ Իր 10 րոպեանոց ելույթում մի բառ անգամ չկա Արցախի մասին, բայց դա մի կողմ տնենք, բայց մի բառ անգամ չկար այս հարցի կապակցությամբ, մեր պատանդների գերիների վերադարձի հարցում։ Ինչպիսի հնարավորության գորուստը, պատկերացրեք 56 նախարարների արգայությամբ կամ նրանց ներկայացուցիչների Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում հենց այն գազམ་ագերբությունում, որը ստեղծել է Մինսկի խումբը, որի հովանավորության ներքո 2 տասնամյակից ավել նրանց ներկայացուցիչները բանակցել են Արցախի ներկայացուցիչների, Հայաստանի, Ադրբեջանի հարցին խաղաղ լուծում տալու համար։ Նրանք եղել են Ստեփանագերտում, բազմիցս Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի բարձր ներկայացուցիչները հանդիպել են Բակո Սահակյանի, Արգադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի եւ մյուսների հետ։ Բանակցել են Արցախի ղարքավիճակի շուրջ։ Չէր կարող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հենց այդ դահլիճում այդ բոլորի ներկայությամբ հարց տար այդ մարդկանց։ Ձեր ստեղծած կազմակերպության մանդատի ներքո ձեր ներկայացուցիչները հանդիպել են այդ մարդկանց։ Խաղաղության մասին են խոսել, փորձել են հարցին լուծում տալ, ղարքավիճակի շուրջ են խոսել։ Չէր կարող հարցնել, ասեք ինձ, պատասխանեք, այդ մարդիկ հանցագործների հետ էին հանդիպում, թերորիստների հետ էին հանդիպում։ Եվ որ լրել ես դու այդ ադյանում, եւ հիմա եկել ես ազգային ժողովի բարձր ամբիոնից ինչ որ խոխորդում ես, եւ մարդկանց ես քննադատում։ Դու իրավունք չունես, ընդհանրապես խոսելու։ Չունեիր այդ համարձակությունը։ Թե մտքովդ չէր անցնում, թե քեզ թույլ չէին տալիս։ Բակո Սահակյանը Բաքվի բանդում ջնջման ներքո, միգուցե խոշտանգումների ներքո, մարդը ասում է սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, եւ դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել։ Բակո Սահակյանը եւ մյուսները Բաքվի բանդում շատ ավելի ազատ են եւ անկախ, քան թե դուք ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով։ Դուք անկախ չեք, դուք համարձակ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ադյաններում, որտեղ վախեցած եք, որտեղ գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունքն է։ Այո, այսօր այդ դղաների վերադարձի բանալին Հայաստանի իշխանությունների ձեռն է, Փաշինյանի ձեռն է։ Փաշինյանը ոչ թե հիմա պետք է կանգնացնի բոլոր գաբերը բանակցություններ Ադրբեջանի հետ, դա վաղուց արած պետք է լիներ։
Առաջի բայից որ այդ տղաները քերի ինգան Ադրբեջանի ձերը, ինքը պետք է գդրուկ փոխեր իր դիրքորոշումը, գոչտացներ, խստացներ, այո սվառնար, որ գնդակի բանակցությունները մինչև այդ տղաների վերադարձը։ Միգուցե չեք հասկանում, որ Ադրբեջանը նրանց բախում է, որպես ջնշման միջոց Հայաստանից հնարավորինս գործելու համար։ Լավագույն դեպքում բախում է Արևմուտքի համար, բայց այդ Արևմուտքը չի կարող մեր օգտին լինել։ Այս խնդիրը պետք է գանքնացնել, ջնշում դնել Ադրբեջանի վրա։ Այո, դիվանագիտական լուր աշխատանքը կարևոր է, բայց հրաբարակային աշխատանքը, հայտարարությունները, ջնշումները նույնքան կարևոր են։ Այդ երկուսի համադրումը պետք է լինի։ Եվ եկեք այս հարցը միայն մարդու իրավունքների խնդիր չդարձնենք, դա սխալ ճանապարհով կտանի։ Այո, մարդու իրավունքների խնդիր է նաև սա։ Այնինչ մենք տեսանք էկրաններում, ինչ կատարվել է Ռուբեն Վարդանյանի մույսների հետ։ Մարդու իրավունքների խնդիր է նաև, բայց ինքը իր հիմքում սա քաղաքական խնդիր է, սա ինքնորոշման խնդիր է։ Եթե հարցը մենք այդ հարթությունից հանենք, մենք ոչինչ չենք ստանա։ Երևի թե այդ տղաները այնտեղ հավերժ կարող են մնալ։ Այո, պետք է կանգնացնել բանակցությունները, վաղուց սա արած պետք է լինեին։ Եվ ես նորից եմ գտնում, բանալին այսօր Փաշինյանի ձեռում է, Հայաստանի իշխանությունների ձեռքում է, եւ մենք պետք է շարունակենք մեր ջնշումը, մեր փողոքի ակցիաները, առավել համախմբված, առավել ուժեղ, որովհետեւ այս իշխանությունները իսկապես շարժվեն դերից եւ ճիշտ քայլեր անեն։ Եվ ես նորից վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել։ Ոչինչ չի կարող անել։ Բادرանք չի լինի։ Մի հավատացեք իշխանությունների թեր մեծ թեր մնաց վախերին։ Նրանք ուղղակի չգիտեն ինչ են անում, բայց նաև չեն ուզում լսեն։ Սա է ցավալին։